2 ամիս ևս տնային կալանքում կմնա ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Թե ինչի համար են իրեն մեղադրում, Կարապետյանն ասաց 13 ամիս ու տասնյակ դատական նիստեր անցկացնելուց հետո այդպես էլ պարզ չդարձավ։ Եթե մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար են բանտախուցն ու կալանքը, սա հպարտություն է։ Մյուս երկու մեղադրանքներն ասում է իրավունքի հանդեպ առնվազն խուլիգանություն կարելի է համարել։ Նիստերի ժամանակ դուք ավելի խորը ուսումնասիրեք այս մեղադրանքները։ Մինչև հայտնի կդառնար դատարանի որոշումը, հանրային մեղադրող Արգամ Դալաքյանը միջնորդեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի։ Դատախազը կարծում է, նա կարող է խոչընդոտել վարույթի իրականացմանը ապացույցների հետազոտմանը։ Ինչ խոչընդոտման մասին կարող է խոսք գնալ, պաշտպանական թիմը մեկ առ մեկ բացատրում է։ Վերջին ամիսներին նախընտրական շրջանում հատկապես Սամվել Կարապետյանն իր տանը հյուրընկալել ու շփվել է ավելի քան 20,000 մարդու հետ, մի քանի տասնյակ լրատվամիջոցների ու լրագրողների հետ, այդ թվում ուղիղ եթերում։ Պրոբացիոն ծառայությունը որևէ խախտում ոչ այս ընթացքում, ոչ էլ կալանքի մյուս ամիսներին չի արձանագրել։ Տնային կալանքի պայմաններում նման ծավալի հաղորդակցումը աննախադեպ է։ Այդ ողջ ժամանակահատվածում մի հարց հնչեցնում։ Այս դեռևս մեզ համար չպարզված քրեական վարույթի շրջանակներում ապացուցման ինչ-որ գործընթացի միջամտել Սամվել Կարապետյանը։ Ունենալով այն հեղինակությունը, որը ունի, որևէ ձևով միջամտեց, որևէ ձևով այս քրեական վարույթը տուժեց, ոչ։ Վճարված է բավականաչափ խոշոր գրավի գումար, որը նույնպես շատ մեծ երաշխիք է հանդիսանում պատժեշտվարքագծի ապահովման տեսանկյունից, հետևաբար ընդհանրապես հնարավոր է վերացնել պարոն Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, պահպանելով գրավը եւ վերջինս արգելել ընդհանրապես գործով, չգիտեմ, 10 կամ 20 չհարցակնված անձանց հետ շփվելու հնարավորությունից։ Պաշտպանական կողմը պատրաստ էր նաև ավելացնել արդեն իսկ կիրառված աննախադեպ գրավի չափը։ Եթե դատարանը բոլոր դեպքերում գտնում է, որ ռիսկ կա, թող դրա զսպման ուղղված մի բան էլ գումարը ավելանա։ Որևէ փաստարկ, որևէ ապացույց դատավոր Վահե Դոլմազյանին չհամոզեց, իսկ դատարանի բակում հավաքված Սամվել Կարապետյանի աջակիցները այս անգամ գոնե արդար որոշման ակնկալիք ունեին։ Կալանքը քաղաքական ակտիվությունը որևէ կերպ չի սահմանափակելու, թիմակիցներին ու լրագրողներին վստահեցրեց Սամվել Կարապետյանը։ Իսկ մինչև դատական նիստը անդրադարձել էր հարցին, թե ինչու ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակից 100-ից ավելի թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին, հրաժարվելով խորհրդարան գնալ։ Մարտավարության մաս է բացատրեց։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Պարզվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, որն ի դեպ թուրք դիվանագետ է, պատրաստ է աջակցել Փաշինյանին կաթողիկոսին հեռացնելու, ուժեղ Հայաստանի աջակիցներին դիմադրելու հարցում։ Սա միջամտության փորձ չէ, հետաքրքրվում է Արմատ մեդիան։ 1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ։ Իշխանությունը կորցրել է կապը իրականության հետ։ Սամվել Կարապետյանը վստահեցնում է, քայլ առ քայլ գնալու են առաջ, թույլ չտալով երկիրը տանել կործանարար ընթացքով։